Ողջույն սիրելի հետևորդներ, ես գտնվում եմ Լիլ-Փարիզ ճեպընթացի մեջ, արդեն նստել եմ իմ հարմարավետ տեղում և ուր որ է գնացքը կմեկնի։ Տևում է ընդամենը 1 ժամ Լիլ քաղաքից մինչև Փարիզի հյուսիսային կայարանը։ Եվ արդեն մոտենում ենք այդ կայարանին, իսկ թե ուր են գնում, կարծում եմ շատերդ արդեն կռահել եք, քանի որ մինչ այդ ես բազմաթիվ գովազդներ եմ արել այս թեմայի շուրջ և շատերին հետաքրքրում է, թե վերջապես մենք ուր ենք գնալու, ինչու այդքան երկար ես խոսում էի և այդքան շատ պատմում էի այսօրվա միջոցառման մասին։ Մենք գտնվում ենք 9-րդ շրջանում, տանիքն է երևում Գարնիեր օպերայի, շատ լավ հյուրանոցում ենք գտնվում, որը շատ մոտ է այն տեղին, ուր մենք հիմա գնալու ենք միասին։ Դե ինչ կարծում եմ բոլորիդ կհետաքրքրի և ես միանգամից կպատասխանեմ ձեր բոլորի հարցերին։ Ահա և օպերան, ոտքով ենք գնում։ Ողջույն սիրելի հետևորդներ, արդեն Փարիզում ենք, էլի չեմ ասում գաղտնիքը, չեմ բացում լիովին։ Հիմա դուք կտեսնեք, թե ամենաշատը 5 րոպեից մենք ուր ենք հասնում և ինչ շքեղ միջոցառման եմ մասնակցում։ Կարծում եմ կգուշակեք, ես կիսվել է այդ տեսանյութով, թե ինչու են ինձ հրավիրել, ես դա ձեզ հետո կասեմ։ Իսկ հիմա մտնում ենք Ինտերկոնտինենտալ հյուրանոցի շքեղ հյուրասրահը։ Ինտերկոնտինենտալ Պարի Լգրան հյուրանոցը համարվում է Փարիզի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը։ Այն գտնվում է օպերայի թաղամասում, ասում են Փարիզի սրտում, և օպերա Գարնիերի դիմացն է գտնվում։ Այն բացվել է 1862 թվականին Նապոլեոն III-ի օրոք և կառուցվել է հaussmannian վերափոխությունների շրջանին համապատասխան, շքեղ ճարտարապետությամբ և հին աշխարհի էլեգանտությամբ։ Հյուրանոցի ամենահայտնի սրահներից մեկը Café de la Paix է, որտեղ հիմա մենք գտնվում ենք, որտեղ ժամանակի ընթացքում հավաքվել են քաղաքական, արվեստի ներկայացուցիչները։ Եվ ասում են, որ այստեղ իրենց օրերն են անցկացրել Գի դը Մոպասսանը, Էմիլ Զոլան և Օսկար Ուայլդը։ Այս հյուրանոցը համարվում է Փարիզի խորհրդանիշներից մեկը, համադրելով հին ու նոր ճարտարապետությունը։ Սիրելի հետևորդներ, ես հիմա գտնվում եմ Ինտերկոնտինենտալ հյուրանոցի այդ շքեղ սրահում, որտեղ մի քանի րոպեից հետո տեղի կունենա մրցանակաբաշխությունը, բայց մինչ այդ պիտի լինի հուշետ, որից հետո ծիրություն և վերջում արդեն մրցանակաբաշխությունը կլինի, դե ինչ, միացեք Բաֆային, իսկ թե ինչու, ընթացքում նորից ձեզ կհուշեմ, առայժմ։ Եվ այսպես, մեկնարկը տրված է կարմիր գորգի վրա են Բաֆայի հիմնադիրներ 3 գեղեցկուհիները։ Այս երիտասարդ կանանց շնորհիվ է, որ այսօր աշխարհի բոլոր անկյուններից այստեղ են հավաքվել բոլոր ձեռներեցները, գործարարները, հայանպաստ նվիրյալները, այն մարդիկ, ովքեր գտնվելով Հայաստանից դուրս աշխատել են հանուն հայրենիքի, իրենց ձեռներությամբ, աչքի են ընկել նաև շատ կանայք, ներկա են պաշտոնական անձիկ, հանձինս Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի և աշխատակիցների, գործարար մարդկանց և շատ ձեռներեցների, դերասանուհիների, նկարիչների, արվեստի բնագավառի աշխատակիցների, մի խոսքով այն կանանց, ովքեր շատ ակտիվ են և լավ գործունեություն են ծավալում հայրենիքում, ինչպես նաև հայրենիքից դուրս, իսկ հաղորդավարները, որոնք արդեն անցնում են կարմիր գորգի վրա, ահա և արվեստի աշխատակիցները, կարճ ասած սիրելիներս այստեղ հավաքվել են բոլոր ձեռներեց ներկայացուցիչները տարբեր բնագավառի, հիմա մենք ֆոյեում ենք գտնվում և շուտով կսկսվի միջոցառումը։ Սիրելի հետևորդներ, արդեն 1 ժամ անցել է, դեռ մարդիկ կարմիր գորգի վրայով են քայլում, շատ հետաքրքիր միջավայր է, հրաշալի կազմակերպված միջոցառում է, հրաշալի։ Դուք տեսնում եք արդեն տեսանյութում, նորից եմ հիշեցնում, ովքեր զբաղվում են ձեռներեցությամբ, բիզնեսով, թե Հայաստանում,
թե Ֆրանսիայում կարող եք միանալ Բաֆային եւ ձեր գործերը այդ ամենը իրականություն կդառնան եւ ավելի լավ առավելություն կունենան, եթե դուք համագործակցեք Բաֆայի հետ։ Իսկ հիմնադիրները հրաշալի աղջիկներ են։ Ճիշտ է ֆիլմը չեմ նայել Ֆրանսիայում, բայց հիմա մենք վիդեո նկարվենք ու բլոգում եղանք, շատ լավ, սիրով։ Հնարավորության դեպքում ես կմոտենամ շատ հայտնիների։ Ողջույն բոլորին, նախ եւ առաջ բոլորիդ լավ եմ մաղթում, մենք շատ գեղեցիկ վայրում ինտերկոնտինենտալ հյուրանոցում Փարիզում շատ գեղեցիկ ցերեմոնիա պետք է անցկացնենք Բաֆա 2025 այնպես որ ձեզ բոլորիդ լավ եմ մաղթում, սիրում եմ ձեզ շատ եւ մենք միասին այսօր շատ լավ որ կանցկացնենք։ Սիրով ձեր Տիգրան Խանջարյան։ Ահա եւ մեր հրաշալի երգիչ Տիգրանը, ով ժամանել է Բրյուսելից այստեղ։ Կարծում եմ բոլորդ ճանաչում եք Տիգրանին։ Ահա եւ գտնվում ենք այդ շքեղ սրահում։ Տեսեք, թե ինչքան գեղեցիկ ճարտարապետությունն է, սիրելի հետևորդներ։ Գտնվել նման վայրում կարծես թե հրաշք է տեղի ունեցել։ Տեսեք ֆրանսիական հին էլեգանտությունը, որը միախառնվել է նորարարական մոտեցումների։ Այստեղ ժամանակին հյուրընկալվել են նաև Վիկտոր Հյուգոն, Սալվադոր Դալին, Նապոլեոն III և շատ այլ հայտնիներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն բռնագրավել էր գերմանական զինվորների կողմից, բայց պատերազմից հետո այն վերանորոգվեց, վերականգնեց իր երբեմի փառքն ու համբավը, և այսօր այստեղ հյուրընկալվում են աշխարհից եկող ամենահայտնի մարդիկ, ինչու՞ չէ, բոլոր անկյուններից եկող այստեղ իջևանում են և շատ հետաքրքիր ժամանակ են անցկացնում, հատկապես այս շքեղ սրահներում, որտեղ մշտապես տեղի են ունենում հյուրընկալություններ, հանդիպումներ, բիզնես ծրագրերի ժողովներ և օրակարգում է միշտ հանդիպումները հայտնիների հետ։ Ասեք, որ այն շատ շքեղ է իրոք, այս պահին պատրաստվում է բացման, խոսք ասել Ավետ Բարսեղյանը։ Բնականաբար հայերեն, իսկ ֆրանսերեն կներկայացնի Տաթևը, ով ապրում է Ֆրանսիայում։ Եվ նշելու Բաֆա հրաշալի մրցանակաբաշխությունը։ Այսօր տեղի ունենալու անդրանիկ մրցանակաբաշխությունը ես առիթ ունեմ այսօր առաջին անգամ որպես հանդիսավարուհի Տաթևի հետ լինելու այս բեմում, ուզում եմ շատ բարձր ծափարեք Տաթևին։ Տաթև ողջույն։ Mesdames et messieurs, bonsoir et bienvenue à l'Intercontinental de Paris pour cette soirée exceptionnelle dédiée à célébrer l'excellence entrepreneuriale et l'héritage arménien. Nous sommes honorés de vous accueillir ce soir, ici même, au cœur de Paris, pour cette cérémonie de remise des prix, un événement qui rassemble des entrepreneurs visionnaires des 4 coins du monde dans cette belle salle de l'Intercontinental de Paris. Ես էլ եմ արդեն զբաղեցրել իմ տեղը, ահա եւ իմ սեղանակիցները, որոնց մասին կխոսեմ մի փոքր ավելի ուշ։ Դե ինչ, լսենք։ Տաղանդներն ու տեսլականները։ Իր հավակնոտ նախաձեռնությունների միջոցով Բաֆան խթանում է խորը եւ բազմավորորդային տնտեսական երկխոսություն, նպաստելով համագործակցությանը, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, նորարարական տեխնոլոգիաների եւ նույնիսկ նորաձևության ոլորտներում։ Ամեն մի ոլորտից լավագույնները այսօր հավաքված են այստեղ։ Բացման խոսքով հանդես եկավ դեսպան Արման Խաչատրյանը։ Բեմ են բարձրանում Բաֆայի հիմնադիրներ, 3 գեղեցկուհիները եւ իրենց խոսքում արդեն կասեն ամեն ինչ։ Ողջույն բոլորին։ Je crois que moi je vais parler en français puis vous allez continuer en arménien. Bonsoir votre excellence monsieur l'ambassadeur d'Arménie en France, madame la consul d'Arménie en France, messieurs et madame les adjoints maires
chers élus, chers représentants des associations, chers lauréats et chers participants. C'est avec un immense honneur et une profonde fierté que je vous accueille ce soir pour la première édition de la BAF. Ուրախ ենք ողջունելու ձեզ այս կարևոր իրադարձության BAF-ի շրջանակում։ Իհարկե մի փոքր հուզում կա։ Այս հարթակը եզակի հնարավորություն է ստեղծում ոչ միայն ամրապնդել հայ-ֆրանսիական հարաբերությունները, այլև ձևավորելու նոր գործարար և ներդրումային համագործակցություններ աշխարհի տարբեր մայրցամաքներում գտնվող ընկերությունների հետ։ Մեր նպատակն է ոչ միայն ամրապնդել տնտեսական կապերը Ֆրանսիայի և Հայաստանի միջև, այլև ստեղծել մի հարթակ, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հայ և օտարազգի գործարանները կարողանան միավորվել գիտելիքներն ու ռեսուրսները նորարար գաղափարները կյանքի կոչելու համար։ Շնորհակալ եմ, որ միացել եք մեզ այս կարևոր ճանապարհին, եկեք միասին կառուցենք ամուր նորարար պայծառ գործարար ապագա։ Շնորհակալություն, հաջողություն մեզ բոլորիս։ Գլխավոր նպատակներից մեկն այն է, որ ամուր ամրապնդենք հայ-ֆրանսիական կապերը։ Շնորհակալ ենք այսօր այստեղ ներկա գտնվելու և BAF համալսարանակաբաշխությունում ձեր մեծ դեր ունենալու համար։ Ֆրանսիան հայտնի է նաև իր խոհանոցով։ Շքեղ խոհանոց ունի Ֆրանսիան։ Ես բազմիցս ձեզ իմ տեսանյութերում ներկայացրել եմ ֆրանսիական խոհանոցի համն ու հոտը, բայց իմ պատրաստածը տնային պայմաններում է։ Համը չի զիջում, սակայն տեսքը բնականաբար զիջում է ֆրանսիական հայտնի խոհարարների պատրաստածին։ Եվ հիմա ձեզ կներկայացնեմ, թե ինչ են մեզ մատուցելու կամ արդեն մատուցել են։ Գեղեցիկ, սպիտակ, սփռոց և ահա մատուցման պարագաները, ահա և նախուտեստը։ Ձկնամթերքից էր պատրաստված, մրգերից, չորահաց, դե բնականաբար համեմունքների մեծ մասը չհասկացա էլ։ Սա էլ տաք ուտեստն է, կարմիր միս են մատուցում, մի քանի այսպես մակարոնի տեսականիով և բանջարեղենով, որն արտակարգ համեղ էր։ Ահա և դեսերտը, շերտավոր խմորի վրա սերուցքային կրեմ էր, էկլերներ կարամելով պատված, սա էլ շոկոլադի կտոր էր, շատ համեղ էր։ Եվ մակարոնը, որը էլի խորհրդանշում է Ֆրանսիան, արտակարգ համեղ և փոքրիկ կեքսիկները, վերջում էլ մրգային աղցան։ J'ai failli ne pas être là ce soir, je pars demain matin pour les 30 et je m'en excuse. Merci à Anna, à cette équipe qui a organisé cette soirée. Il est rare que je vienne dans les soirées, mais je pense que ce soir je suis venue accompagnée de ma maman et je pense que ça lui tenait à cœur aussi que je sois avec vous. Je vous souhaite une très belle soirée et je souhaite que les liens continuent de se tisser entre les deux nations, l'Arménie et la France. Merci beaucoup, Hélène.
Չեք հոգնում, չէ՞։ Ռմեդակցի վաճառքի ու մարքեթինգի փոխնախագահի նրան պարգևելու համար բաֆան որպես բարձրակարգ ժամագործության ամենավառ ու խորհրդանշական ապրանքանիշ, որն իր գործերում միավորում է թե հարուստ ավանդույթները, թե անընդհատ առաջընթացը, թե հարուստը ընդհանրապես։ Եկեք։ Mesdames et messieurs, nous avons l'honneur de remettre un prix à l'un des cofondateurs de Maison Kerbedance, Alain Petrosian, qui hélas n'est pas avec nous ce soir. Nous avons l'immense honneur aujourd'hui d'accueillir Martin Aurouz, vice-président des ventes et des marketing de la Maison Kerbedance, pour lui remettre le prix BAFA. Եվ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել BAFA-ի թիմին, իմ շատ լավ ընկեր Սարիկ Սևադային, որ այստեղ չի, Աննա Կարոլինային և բոլորին շնորհակալություն այս գեղեցիկ մրցանակաբաշխության համար։ Հեռացած գործ Ռոբերտ Էմիյանն է։ Կազմակերպչական բոլոր աշխատանքները հիանալի ձևով կազմակերպելու համար, բոլոր մրցանակակիրներին շնորհավորում եմ և շատ շնորհակալություն պատմեմ և շատ շնորհակալ եմ, որ գտնվում եմ այստեղ, սիրելի հրազատներ, բարեկամներ։ Իսկ այժմ մեր հաջորդ երգը վստահ եմ, որ ցետ կմասնակցեք մեր լեգենդար Շարլ Ազնավուրի, կխնդրեմ ծավ արենք նախ եւ առաջ մտածելով։ Շնորհի հրավաստակալով դերասանուհի մեդալի հակառակ կողմը ֆիլմի պրոդյուսերու գլխավոր դերասանուհի Մաքսիմը, մեր շատ սիրելի հաջողված աղջկա, հաջողված Շնորհակալ եմ աղջիկներին, հատկապես Վալենտինային, որտև իր խոսքնից համար մեծ դեր ունեցավ։ Շնորհակալ եմ ընտանիքիս, հայկական Կարմիր խաչ ընկերության նախագահին և Արամ Ստեփանյանին աջակցելու համար։ Բոլորը թախտեք ինքներդ ձեզ, ձեր մեղքերը, ձեր սխալները, գտեք ինքներդ ձեր։ Եվ այսպես հերթով բեմ են բարձրանում գիտության, արվեստի, անգամ խոհարարության բնագավառի ներկայացուցիչները և անգամ այս BAFA-ի սիմվոլ տորթը թխել է Ֆրանսիայում հայտնի խոհարարներից մեկը, ով այսօր այստեղ էր ևս։ Ես բոլորին բնականաբար չկարողացա տեղավորել մեկ տեսանյութում, դուք կարող եք այն դիտել հեռուստատեսությամբ։ Il rêve d'Olympia. Il y croit. Jamais, jamais, jamais il ne renonce.
ուրախ եմ ձեզ տեսնելու։ Բրավո։ Բրավո։ Հրաշալի անցավ ամեն ինչ։ Շատ լավ վարեցիք ապրեք։ Հաճել էր միջոցառումը արտակարգ էր։ Կարող եք ներկայացնել Շուշան Սարգսյանին մի երկու բառով թեկուզ։ Շուշանին։ Այո։ Շուշանը ներկայացման կարիք ունի։ Որոշ իմ հետևորդներ միգուցե չեն ճանաչում։ Ասա բլոգերը։ Ֆրանս Վիտ Ասիա բլոգ։ Ստեղյակ չեմ, ավելի լավ է Շուշանին ներկայացնեմ, որ մեր ժամանակակից ամենահետաքրքիր դասականի ու մոդեռնի շատ ճիշտ սահմանին կանգնած, շատ լավ հոգի ունեցեք։ Ապրեք շատ։ Շուշան ջան, ձեզ շատ շնորհակալ եմ նման հիասքանչ երգ մեզ ներկայացնելու։ Չէի լսել, առաջին անգամ լսեցի։ Աստղաբույլ էի կընտրել, ասեմ ձեզ։ Ես շատ երգիչների այդքան չեմ հավանում, բայց տեսահոլովակում հատուկ ընտրված էի։ Շատ ապրեք։ Շատ հաճելի է ձեզ հետ ծանոթանալը։ Մանե ջան, ձեզ հետ է։ Այդա ջան, ձեզ հետ է։ Եվս մի երիտասարդ դիզայներ, ով եկել է Միլանից, Իրինան, ով ստեղծել է իր գեղեցիկ հագուստների շարքը և ցուցադրվել է բազմաթիվ դեֆիներում։ Տարիքը նշանակություն չունի, ստեղծելու, հայտնի դառնալու։ Քեզ շատ կանաչ ու շատ գեղեցիկ ճանապարհ եմ մաղթում, ես անձամբ ու այդ ճանապարհը լինելու է, երբ որ մենք էլ սկսենք համագործակցել։ Je vous prie de bien vouloir applaudir fort à cette belle créatrice qui a assurément tout aujourd'hui. Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, գիտեք, Երևանում շատ հեշտ է կազմակերպել ինչ-որ միջոցառում։ Հեշտ չի, բայց դա նորմալ է, որ Հայաստանում ապրող մարդիկ Հայաստանում կազմակերպում են ինչ-որ բաներ, բայց երկրից դուրս հայությունը պահելը շատ դժվար է ու թե հեղինակին այսօր շատ խոսվեց նրանց մասին, թե յուրաքանչյուր այն մարդու, ով երկրից դուրս բարձր է պահում հայի անունը, քեզնից սկսած մինչև բոլոր մրցանակակիրներ ու ոչ մրցանակակիրներ, բոլոր ներկաներին մեր իսկապես միակ սոսինձը մենք ենք հայն է իր հաղթական տեսակով, անկոտրում կամքով ու ինչքան նմանատիպ միջոցառումները շատ լինեն, այնքան մենք նորից կզգանք, որ հայի դարը դեռ գալու է։ Շնորհակալություն ինձ ստահելու համար այս հրաշալի միջոցառումը, յուրաքանչյուր շատ հրաշալի է, Կեցեք, շնորհավորում եմ յուրաքանչյուրին, ովքեր ստացել են բաֆա և ուզում եմ, որպեսզի հայի սիրտը միշտ ուրախ լինի, անկախ նրանից, որտեղ է ապրում, կարևորը լավ, գործունյա, ընտիր, մշակույթ լինի, քաղաքականություն լինի, օխի լինի, թե զարդ, թող մեզ մոտ հաջողի ամեն ինչ։ Շնորհակալություն։ Merci beaucoup avec. Ծանոթացեք իմ սեղանակիցների հետ։ Մանեն, ով եկել է Երևանից, Նայիրի Շովանսի տնօրենն է, և Այդան, ով եկել է Մոնակոյից և զբաղվում է ձեռներեցությամբ։ Ժորժ ջան, Էլեն Սեգարայի հետ եմ, տեսեք հլը մեր գեղեցկուհի երգչուհին։ Պաչիկ։ Հաջորդ օրն էլ Պոսեյդոն հայտնի նավի վրա կրուիզ կոկտեյլ շրջագայություն եղավ Սենագետի վրա։ Շատ հիասքանչ մթնոլորտ էր, ամեն ինչ շքեղ էր։ Մեկ անգամ ևս շնորհակալություն կազմակերպիչներին։ Արի լույս սիրելի հետևորդներ, արդեն հաջորդ օրն է տուն են գնում, չնայած Փարիզում շատ ցուրտ է,
բայց դա չխանգարեց մեզ վայելելու փարիզյան կրուասանը։ Նախաճաշեցինք ամենահետաքրքիր ու սիրուն սրճարանում և հիմա շարժվում ենք դեպի կայարան։ Տպավորություններս անբացատրելի են, երեկոյան նույնիսկ ժամանակ չունեցա ձեզ հետ զրուցելու, ծանոթացա բազմաթիվ հետաքրքիր, հաճելի գործարար մարդկանց հետ, զրույցները թեժ էին, շնորհակալ եմ կազմակերպիչներին, հանձինս Աննա Կարոլինային և իր երկու ընկերներին գործարար, ովքեր հիմնադրել էին այս կազմակերպությունը Բաֆան և ովքեր հավիրել էին աշխարհի բոլոր անկյուններից հայ գործարարներին։ Ավելի շատ ուրախ եմ և հաճելի էր տեսնել գործարար կանանց։ Դա մեծ առաքելություն է այս կազմակերպության կողմից գտնել հայ ֆրանսիական, ինչու՞ չէ նաև աշխարհում հայ գործարար կանանց, դե տղամարդիկ միշտ կան ու կան, չէ՞։ Զարմանալի խելացի հայ կանայք, զարմանալի գործարար հայ կանայք, ովքեր այստեղ էին և իրենց ներկայությամբ զարդարեցին այդ միջոցառումը։ Հիասքանչելի միջոցառումը, դուք արդեն տեսանյութում նայեցիք որոշ կադրեր, ամբողջությամբ նկարել հնարավոր չէր, դուք դա կտեսնեք հեռուստատեսությամբ, Հայաստանի առաջին ալիքով և Ֆրանսիայի, ճիշտ ասած այս պահին չգիտեմ որ ալիքով։ Ամեն դեպքում սիրելի հետևորդներ, սա մի հրաշք էր, որի ականատեսը ես եղա։ Վայելեցինք նաև ֆրանսիական ուտեստներ, յուրահատուկ համեղ, յուրահատուկ ճաշակով, հյուրասիրություն, յուրահատուկ ներկայացում, թե արտիստների, երաժիշտների ընտրություն, կարճ ասած, շքեղ էր ամեն ինչ, անբացատրելի շքեղ էր։ Դե լավ, հետո էլի կխոսեմ այս մասին։ Մեր ճեպընթացը շարժվում է դեպի Լիլ։ Եթե որոշ բաներ մոռացա հուզմունքից կամ ինչ-որ բաներ չկարողացա ներկայացնել ավելի մանրամասն, դա կլինի հաջորդ տեսանյութում։ Դե այսօրվա համար այսքանը, առողջ մնացեք ինձ հետ, կհանդիպենք։